24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է բանաստեղծ Հուսիկ Արան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ ես հյուրընկալվելու Ես եմ շնորհակալ։ Նախ խոսենք երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունների մասին, հետո կանդրադառնանք ձեր նոր լույս տեսնող գրքին։ Տեղի ունեցան ընտրություններ վաղաշաբաթ խոշորացված համայնքում, ընդդիմությունը պարտվեց եւ իշխանությունը փաստացի միանձնակ կառավարում ձեռք բերեց։ Դուք ինչ դիտարկում ունեք այս ընտրությունների հետ կապված, տարբեր մեկնաբանություններ եղան, ԿՊ-ն շատ ոգևորված է, ասում են, որ նույնը կլինի 2026 թվականին, մարդիկ կյանքն են ընտրում ԿՊ-ին ընտրելով։ Դուք ինչ դիտարկում ունեք։ Նախ ընդդիմության պարտվել ասածը խիստ հարաբերական է, կամ իշխանության հաղթանակ ասածը նույնպես հարաբերական է։ Իրենք 50+ ձայն չեն հավաքել, 40%, ինչ այդքան ձայն են հավաքել, ամբողջ վարչական ռեսուրսը օգտագործելով, բնական է, իրենք են իշխանությունը բերում են ընտրություններին մասնակցել են տալիս եւ այլն, մեկը վախենում է աշխատանքից ձեռքվի, մեկը չգիտեմ ինչ, այդ ամենով հանդերձ այդ համայնքը նախապես խոշորացրեցին, խոյ համայնքը գումարեցին, որ ներկայիս քաղաքապետը այնտեղից իր հիմնական ձայները ստացավ եւ այլն։ Այդ ամենով հանդերձ 15,000 ձայն են հավաքել։ Մյուս կողմից այդ վախի ահավոր մթնոլորտում, որ կա այսօր Հայաստանում, բոլոր ընդդիմադիրներին, գործիչներին, ովքեր որ ինչ որ բան են իրենց ներկայացնում կամ ինչ որտեղ վտանգ են զգում իրենցից, ձերբակալում են։ Մենք տեսնում ենք եւ քաղաքապետերը, որոնք ձերբակալված են, մեկուսարաններում են եւ սրբազանները մեր եւ այլն։ Կամ ասենք նաեւ դրան ազդում է սպանությունները որոշ։ Այս փողոցում սպանություններն են մարդկանց վրա ազդում։ Պատահական, ասենք դանակահարություն եւ այլն այդքան շատացել է։ Ասենք Փարաքարի համայնքապետի սպանությունը, որը այսպես էլ, չգիտեմ, տարբեր մեկնաբանություններ, կասկածների առիթներ եւ այլն, ես փաստեր չունեմ, հստակ ասեմ, բայց այս ամենով հանդերձ, այդ վախի մթնոլորտով, էլի հասարակությունը գնաց եւ այդքան ձայն տվեց ընդդիմությանը։ Ուղղակի ընդդիմությունն ավելի խելացի պետք է լիներ, ավելի համախմբված լիներ։ Այնտեղ կային ձայներ տարան, որոնք չանցան, փոշիացրեցին այդ ձայները եւ դա նպաստեց նաեւ նրան, որ ԿՊ-ն ընտրվի քաղաքապետ։ Սա է, այդպես բան չանենք, որ նույնը կրկնվի։ Նախ համայնքային ընտրությունը համապետական ընտրությանը չշփոթենք, դրանք մի քիչ ուրիշ են, այնտեղ ի վերջո մարդիկ են ապրում, ամեն մեկը իր քաղաքում իր հեղինակությունն ունի, իր յուղում, ավելի շատ կարևորում են սոցիալական խնդիրներն են, բացի սոցիալականը կարևորում են այդպես անձի շուրջենը, ճիշտ է, բանում էլ անձի շուրջ են հավաքվում, բայց համապետականում, բայց այն ամենը ավելի մասշտաբային է եւ ընդդիմությունը կարծում եմ այս ամենից դասեր կքաղի, ավելի կոռ ու միասնական կարող է լինել համապետական ընտրություններում, ինչպես բանը դասեր քաղեց Գյումրիի ընտրություններից, իշխանությունն այնպես էլ վաղաշաբաթի ընտրությունները դասեր պիտի քաղի ընդդիմությունը։ Մենք տեսնենք առաջիկայում ինչ է լինում, որտեղ մենք չգիտենք հունիսին ընտրությունները լինելու, թե մինչ այդ կարող է արտահերթ լինի, ոչինչ մենք չգիտենք ինչ զարգացումներ կունենան, ինչ է տեղի ունենալու։ Ուզում ասեմ այդ հրճվանքը նաև մի քիչ բան էր, էլի, ավելի ազդելու, ցույց տալու, որ մենք ուժեղ ենք, բայց իրականում այդպես չէ։ Իրականում դա հաղթանակ էլ չէր։ Ասում են հիասթափված են որոշ առումով եւ նույնիսկ այդպիսի կարծիք հայտնեց նաեւ Վեդու համայնքապետը Գարիկը Սարգսյան, ասում էր, որ ավելի բարձր ձայներ պետք է մենք ստանայինք, այսինքն նրանց ակնկալիքներն ավելին է եղել։ Բայց ըստ էության դուրս է գալիս, որ ԿՊ-ն այնուամենայնիվ ունի ձայներ, գուցե քչացել են, այսինքն էականորեն, այո, քչացել են այդ ձայները, բայց նրանք ունեն այդ հետևորդների թիվը, որոնք քիչ չեն։ Գիտեք ինչ, այնտեղ եթե բոլորը 100% մասնակցություն լիներ, էլի այդ 15,000 ձայններ ԿՊ-ն հավաքելու։ Հիմա շատ մասնակցելու դեպքում, ասենք քիչ շատ լինեին, ընդդիմություններ շատ հավաքելու, որտեղ իրենք բոլոր բնականաբար հնարավոր միջոցներն օգտագործել են իրենց առավելագույն ձայները հավաքելու եւ այդքան են հավաքել։ Ասենք եթե
40-45% չլիներ, ասենք 60% լիներ ընտրությունները, արդեն այդ ժամանակ ընդդիմությունը ավելի բարձր շանսեր կունենար, ավելի շահեկան վիճակում կլիներ։ Բայց ունենք այն, ինչ այն, ուղղակի այդ ընտրությունները ես ուզում եմ շեշտել մի բան, շատ ցավալի այդ արդյունքը, պես է դրանով հանդերձ ինքը շատ ցավալի է։ 1 տարի առաջ ուրիշ էր, հիմա ուրիշ է։ Հիմա բացահայտ գնում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավ, եկեղեցու դեմ, այսպես ասած, փորձում են պղծել Վեհարանը, կաթողիկոսին դուրս բերել, չգիտեմ ինչ ճանապարհով ից ձևով, եւ Նիկոլ Փաշինյանը ընտրությունների առավոտյան հայտարարեց, որ դուք ինձ մանդատ տվեցիք Վեհարան կաթողիկոս ազատելու։ Սա էր, որ ինքը սպասում էր, եթե ԿՊ-ն անցնում է, իր ձեռքերը լրիվ արձակվում են, ինքը իր բերանով ասած մանդատ տվեցիք ինձ, ես գրոհելու եմ Վեհարանի վրա։ Սա էր, որ պետք է նաև ժողովուրդը գիտակցեր, ավելի մասնակցեր ու ամեն ինչ արվեր եւ ընդդիմության կողմից եւ հասարակության կողմից, որպեսզի ԿՊ-ն իշխանություն չունենար Վաղարշապատում։ Ես չեմ ասում Վաղարշապատի բնակիչները։ Բայց այդ մարդկանց չի ասում, որ դուք պետք եթե ձայն տակմես մենք գնալու ենք կաթողիկոսին հեռացնենք, բայց երբ որ փաստորեն ընտրվեցին, Փաշինյանն ասաց դուք այդ ընտրությամբ լիցք տվեցիք մեզ, որ մենք գնանք։ Հա, ասել պետք չէր, դա պարզ էր, բոլորն էլ գիտեին, բայց այնպես չի, որ խոսքը շարունակեն, որ Վաղարշապատի բնակիչները բան են դեմ են եկեղեցուն կամ կաթողիկոսին կամ սրբազաններին։ Ոչ, ուղղակի նրանք այլ տարբերակ չունեն, չգիտեն ինչ անեն։ Դա չի նշանակում քվետալով իրենք համաձայն են, որ գնան եւ Վեհարանը պղծեն։ Ոչ, բնավ այդպես չի։ Ինչպես դուք նշեցիք, դրա համար ձայն չեն տվել, բայց այնուամենայնիվ բոլորս էլ գիտեին, եթե այնտեղ ԿՊ-ն է հաղթում, առաքելական եկեղեցու դեմ արշավը արդեն դառնում է ուրույն եւ վտանգավոր։ Նա տեսնենք Աստված Եվրոպայի այդ պղծությունից ինչ է լինելու։ Կարծում եք առաջիկայում գործընթացներ կլինեն, որովհետեւ Փաշինյանը դեռևս շարունակում է աղոթքները տարբեր եկեղեցիներում։ Բայց ինքը ասաց ինձ մանդատ տվեցիք, էլ ոնց ասի։ Այդ մարդն ասում է Արցախը ես եմ հանձնել, ժողովուրդը ասում է չէ դու չես հանձնել։ Ասում է ինձ Թուրքիան ասում ես չեմ վիրավորում, ասում են չէ թուրքը դու չես մյուսն է եւ բան է մի քիչ բան հակասություն է էլի։ Ասենք գիտենք ստախոս է եւ այլն, բայց ճակատին կանգնում այդ մարդն ասում է ես եմ, ասում են չէ սուտ ես ասում, դու ես չես, մյուսն է, մյուս գործիչն է ես։ Այդ մարդը ասում է բացահայտ ասած ես գրոհելու եմ։ Հիմա ոնց հասկանանք։ Ասենք չէ։ Նիկոլն է հերթական սուտն է ասում, չէ, այդ մեկը սուտ չի ասում։ Բայց ամեն դեպքում չի շտապում դա անել եւ հերթական ինքը չէր շտապում սпасելով տարբեր վանքերում։ Սпасելով այդտեղ։ Սպասում էր ընտրությունների։ Դե հիմա կտեսնենք Կիրակի օրը կգա ինչ կլինի։ Ասում են մինչեւ նոր տարի է ուզում կաթողիկոսին հեռացնել։ Հա, իրեն պետք էր ինքը ասաց ինձ մանդատ տվեցիք, ինձ մանդատներ պետք է անելու դուք տվել եք։ Հիմա այսօր կանեմ թե 15 օր հետո կանեմ, արդեն անելու եմ։ Մարդը բարձ ասաց ինձ մանդատ եք տվել այդ անելու, ինձ հնարավորություն եք տվել ձեր քվեով, որ ես գնամ Վեհարանի դեմ այդ գործողություններն անեմ։ Հիմա մենք այստեղ փորձենք շուտ տալ, ինչ շուտ տանք։ Հիմա Փաշինյանը մեկնաբանում է այնպես, որ ընտրել են Արգիշտի Մեխակյանին, մասնավորապես ԿՊ-ին, որովհետև իրենք լավ կյանքից են խոսում, իրենք խաղաղությունից են խոսում, իսկ ասում են ընդդիմությունը խոսում է վատ բաների մասին, ապոկալիպսիսի մասին է խոսում, իսկ մենք խոսում ենք, որ կյանք կա եւ մարդիկ գնում են կյանքը ընտրելու։ Դա ասում են, բայց ընդդիմությունն ապոկալիպսիսից ինչ է խոսել, ինչ վատ բանից է խոսել, ինչ է արել։ Պատերազմից է խոսում, ասում են ընդդիմությունը, իսկ մենք խաղաղություն։ Ընդդիմությունն ասում է պատերազմ եկեք անենք։ Ասում են պատերազմ կարող է լինել։ Ասում են պատերազմ կարող է լինել, եթե սրանք մնան։ Ինչպես 7 տարի մնալով արել են պատերազմներ։ Մարդիկ ենթադրություն են անում փաստի վրա հենվելով։ 4-5 պատերազմ են բերել այս մարդիկ։ Հիմա Սևանը Գյոքչայը ակադեմիայի իրենց գիտնականներին հավաքեց, ասաց գրքեր գրեք, գրքույկներ գրեք, որպեսզի արդարացվի մեր Հայաստան վերադարձը եւ այլն, դա մեր պատմական հողն է։ Ընդդիմությունը դրանից է զգուշացնում։
Ասում են նույն Արցախի ճակատագիրը սպասում է Հայաստանին, եթե այսպես շարունակվեց։ Հիմա եթե ասում են ապոկալիպսիս է, Ասում եմ Հայաստանն դուք հետևել եք ապոկալիպսիսը այսօրվա իշխանությունների ամեն վարքյան գործողությունն է, որ բերել է ու բերում է ու տանելու է մինչև վերջ։ Ուրիշը իրենք տարբերակ չունեն, իրենց դրված արժև ծրագիրը մինչև վերջ իրականացնելու են։ Գնում է հերթականության ատոմակայանի փակում, չգիտեմ ինչ։ 2 ամիս վերանորոգման փոխարեն 5 ամսով է կանգնելու ու դա ձգվելու, ինչպես ծիծեռնակաբերդն է վերանորոգման անվան տակ չի գործում, փակ է, քանդել են, ամեն ինչ այսպես։ Հիմա այս ամենի մասին է ընդդիմությունն է, մյուսն է, ինձ նման մարդիկ նստում ասում են, հիմա մենք մահից ենք խոսում։ Ոչ մենք ասում ենք, որ կանխենք այդ մահը։ Փաշինյանի հայտարարություններին անդրադառնանք, մի քանի հայտարարություն արեց, որը շատ քննարկվեց ազգային ժողովում, նախ ասում է, որ Հայաստանը վերջին 500 տարվա լավագույն օրերն է ապրում, եւ բացի այդ ասում է, որ մենք հիմա ազատվել ենք թակարդից, թոկից, որովհետեւ պարան էին գցալ մեր ուսին եւ փորձում էին օգտագործել մեր վզին եւ փորձում էին օգտագործել Արցախյան արծը, հիմա մենք ազատվել ենք այդ ամեն ինչից։ Ավելի ազատ եւ ավելի ազատ Հայաստանն ենք հանձնելու։ Ես հիմա մեջբերումներ անեմ վերջին օրերին Ադրբեջանի եւ չգիտեմ բարձր պաշտոնյաների падգամավորների մեջլիսի ներկայացների կողմից։ Ասում է 20 թվականի պատերազմից հետո Արեմցյան Ադրբեջան խոսույթի եւ այլն հիմնական մտավ դառավ մեզ համար օրակարգ, ճիշտ է, մինչ այդ ինչ որ փոքր բաներ ասում են, իսկ 23 թվականից հետո, որ արդեն Արցախ հայաթափվեց, դա հստակ ծրագիր է դարձել, այսինքն կար Արցախ։ Իրենք զբաղված էին Արցախը պոկելով։ Արցախից բրծան, հիմա Սյունիքն ու Գեղարքունիքն են պոկում։ Դրանից բրծան Երևանն են պոկում։ Այդ մարդիկ ծրագիր հստակ ունեն Հայաստանը վերցնելու, նվաճելու։ Մինիմում պլանը իրենց Սյունիքն ու Գեղարքունիքն է, Արցախով որ մաքսիմում ամբողջ Հայաստանը։ Իրենք այդ հստակ ունեն, ես իրենցից ինֆորմացիա լսելով եմ, իրենց խոսիքները լսելով եմ ասում, ես գիշերը երազ չեմ տեսնում այդպես։ Հիմա հստակ նրանց մեջլիսի падգամավորները եւ այլն ասում են, որ ժամանակ ինչ քայլ պետք է կատարել, մեքենաներով պետք է գնանք եւ այլն։ Նույն հիմա տեղեկատվական, դիվանագիտական եւ այլն պատերազմներ չեն կրակում, բայց այլ կերպ են։ Ամեն օր քեզ ճնշում են, ասում են խաղաղություն ենք նախաստորագրել, բայց ամեն օր ճնշում է, ասում են պիտի 10, պիտի վերցնեմ, իմն է եւ այլն։ Մենք ամեն օր սա ենք լսում Ալիևից ու իր ենթակա իր խոսքը տանող падգամավորներից, մենք տեսնում ենք 3 առաջ օրը հեռուստատեսության դպրոցներում ինչեր են բեմադրում, ատրճանակը պահում են երեխայի գլխին Ղարաբաղը Ադրբեջանը ասա, չգիտեմ ինչ, իբր հայի կերպար է եւ այլն։ Ամբողջ դա է իրենց մտնորդ ատելության, սպանդի, ոչնչացնելու, ցեղասպանելու նրանց քաղաքականությունը Թուրքի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հայերին ցեղասպանելն է, հայ էթնոսը, հայ տարածքից ոչնչացնել, դուրս մղելն է, ոչ միայն գրավել քո երկիրը, այլ ոչնչացնել քեզ։ Ինչ եղավ Արցախում, այն էլ լինելու է այստեղ։ Հիմա գիտեք ինչ, որոշ մարդիկ ասում են, վայ ապոկալիպսիս, այ մարդ եղածն ենք ասում, մենք տեսնելով էլ չենք հավատում, շոշափելով էլ չենք զգում։ Ինչ եղել է, ասում ենք տարիներ առաջ Արցախը այդպես է լինելու։ Չէ, ասում ենք եղավ։ Հիմա ասում ենք Հայաստանն է այդպես, այս ընթացքով սա Թուրքի ծրագիրն է, իրենց բայց այդ Թուրքի ծրագիրը վաղուցված ծրագիր է։ Հիմա ասում են անընդհատ դա կրկնելով, ասելով ինչ է փոխվելու։ Մենք մեր ծրագիրը պետք է ունենանք եւ փորձենք հասնել մեր ծրագրին, ոչ թե անընդհատ կրկնենք, թե նրանք ինչ են։ Հա, այդ վաղուց ծրագիրն էր, երբ դու Թուլանում հնարավորություն ես տալիս, հիմա հնարավորությունը ստացել այդ ծրագիրն իրագործելու։ 100-120 տարվա, 150 տարվա ծրագիր էր Թուրանական միջավ ստանալը։ Մարդիկ եկան ստացան հիմա։ Դու հնարավորություն տվեցիր, նա ստացավ։ Հիմա ասում եմ մենք մեր ծրագիրը, այ քո ծրագիրը ո՞րն է, հերթով հանձնելը։ Խաղաղություն հաստատել 29743 Ոնց ես հաստատում, դու չունես այդ տարածքը։ Դու 29000 քառակուսի կիլոմետրից տվել ես Վարչով Ամերիկային, Թրամփի ուղի է ինչա, Վարչով ամեն ինչ, ախր ասում են, բայց կա իրականում։ Ում են խափում, ինչ են խափում։
ամբողջը զառանցանքի ժանրից է եւ իրենց խոսելը եւ մեր պատասխանելը, որովհետեւ իրականության վրա մենք տեսնում ենք այլ բան։ Մենք Արցախը ճանաչեցինք Ադրբեջանի կազմում, մենք դառանք ֆաշիստական երկիր, դառանք ագրեսոր, այսօր դատում են ցմա բանտարկությանը դատապարտել գործիչներին, չեն կարողանում ձայնալ, որտեղ աշխարհն ասում է ճանաչել եք Արցախը, դուք ձեզ ագրեսոր եք հռչակել։ Եվ Ալիևն ասում է ֆաշիստական Գերմանիայի պես պիտի պատասխան տա, կապիտուլացնեմ եւ այլն, որովհետեւ ճանաչել եք։ Իսկ մինչ այդ աշխարհը չէր ճանաչում մեզ ագրեսոր, չէր Ադրբեջանը փորձում էր մակում եւ այլնում, ասում էին Արցախի ինքնորոշման հարցը բարձրացել, Հայաստանը նրանց անվտանգության երաշխավորն է։ Նիկոլ Փաշինյանը գնաց ասաց ոչ, մենք օկուպանտ ենք, ոնց որ հիմա է ասում։ Մենք օկուպանտ ենք, օկուպացրել ենք ձեր տարածքը եւ այլն։ Արդյունքում մենք ունեցանք Արցախի ցեղասպանություն։ Ես դա չեմ ասում, որ գիտեք ինչ, Արցախայցուն ինքնորոշման հարցեր բարձրացել, մենք երաշխավորն ենք, որպեսզի չցեղասպանվեն։ Մենք հրաժարվեցինք նրանց անվտանգության երաշխավորը լինելուց, Արցախում տեղի ունեցավ էթնիկ զտում, Արցախում ոչ մի հայ չի ապրում։ Տեսեք, այդ ամբողջը պետք է ցույց տալ, այդ ամբողջն ասել, ախր փաստերը դա է։ Հիմա Մեղրին էլ ամբողջ պետական սահմանով մենք տվել ենք Ամերիկային, ուզում է Ֆրանսիան, ուզում է Գերմանիան լինի, կարևոր չի, քո ամբողջ պետական սահմանը քոնը չի։ Դա հիմա ինչքան որ փորձեն, իսկ Ալիևը Թուրքիան ասում են, որ սա թուրանական Զանգեզուրի միջանցք է, վերջ, հա դու ասես, այն մարդը ասում է Զանգեզուրի միջանցք է, այս ամենն է լինելու։ Էլի այստեղ մարդիկ կան, որոնք ոգևորվում են, ուրախանում են։ Ես չգիտեմ էլի մի ազգ, որ կամ այդ ազգի մեջ լինի ինչ-որ զանգված, իր հայրենիքի մասը տալով թշնամուն, ինքը ուրախանա, ծափ տա, սալյուտ կրակի, աչքալուսանքի բաժակ խմի եւ այլն։ Փաստորեն Մեղրին Ամերիկային վարձակալությամբ տալով Նիկոլի հեղինակությունը 4-5% բարձրացել է։ Հիմա հաջորդը Գեղարքունիքը տա, մի 10% կբարձրանա, ասենք տա Մեծ Բրիտանիային։ Այդ մարդը ինչքան հող է տալիս, այնքան իր հեղինակությունը բարձրանում է, ես։ Բայց բարձրացել է հեղինակությունը։ Դե հիմա ասում են 4-5% բարձրացել է, ինչ լավ է Մեղրին տվեց Ամերիկային։ Հայտարարությունների այդ ճանապարհի հետ կապված։ Ախր, հա, բայց դա խաղաղություն, ախր մենք տեսնում ենք խաղաղություն ում է դες գնում։ Մի ազգի հետ, որը քաղաքականությունից զուրկ է։ Հեռու է։ Ես չեմ ուզում ծաղրել, դատապարտել կամ ծիծաղել, նվաստացնել թշնամուն։ Ոչ, նրանք իրենց առնետային մտածողությամբ կարող են շատ խելացի կերպով գալ ու մեզ նվաճել ու ոչնչացնել։ Բայց այնուամենայնիվ քո դեմ կանգնած է քո առջև մի ազգ, մի ժողովուրդ, որը հեռու է քաղաքականությունից եւ այլնից։ Իր հետ ոնց ուզում ես բանակցի, ինքը որևէ կետի չի գալու։ Նիկոլ Փաշինյանն ասում էր մի տարի, երկու տարի, ցույց տվեք այն սահմանը, որտեղ վերջանում է ես այդ ամբողջը տամ, հասկանանք, հասնենք իրար վերջանա։ Չէ, այդ սահման չկա, սահմանը Երևանն է, ասում են։ Հիմա գերմանացի չի, ամերիկացի չի, ռուս չի կամ ֆրանսիացի չի, որ հետը կարողանաս նորմալ բանակցել, հասկանալ լավ, այսպես մենք բարեդրացիական հարաբերությունը ստեղծենք, հարևաններ որպես ապրենք, ինչ եղել է, չէ, ինքը այդ չի։ Ինքն ասում է դեռ պիտի պատասխան տաք, դեռ պիտի վճարեք, դեռ պիտի մեզ ցեղասպանել եք Արցախում, այսօր ասում են մեզ եք ցեղասպանել Արցախում, ոչնչացրել եք մեր սրա հետ է ուզում կայունություն, նա ոչ միայն չի ուզում, այլ ճիշտ հակառակն է անում։ Մեզ ցեղասպանել, ասում է դուք եք մեզ ցեղասպանել։ Ախր դու պիտի հասկանաս ում հետ ինչ ես անում։ Գիտեք այդ միջնորդությունը։ Թուրքիա հետ խաղաղություն, ասենք Ադրբեջան չի լինելու։ Դրա համար կարող է մի դեպքում, եթե դու ուժեղ լինես։ Մենք մինչ այդ 20 թիվը կարողանում էինք ուժեղ էինք մեզ պահել, պահպանել եւ այլն, նրանք չէին ծպտում։ Չէին ասում Հայաստանը մեր պատմական հողն ատավեք, Զանգեզուրը տվեք եւ այլն։ Ընդհանրապես ակնկալում էին, որ Արցախի գրավյալ տարածքներ այդ 5 շրջանը կարող է հնարավոր է ինչ որ մի բան փոխեն։ Գնում էր նրանց բանը, այսպես ասած, բանակցություններ եւ այլն դրա շուրջ հիմնականում։
Իհարկե, եթե տայր նա հերթով Արցախը եւ այլն, այդպես է ինքը վերցեց Արցախը, իմացել է Սյունիքին, Սյունիքը վերցեց, ինքը երբեք կանգ չի առնելու մեր հասարակությունը, մեր իշխանավորները, ով ուզում է լինի, այսօր ԿՊՆ վաղը չգիտեմ, ով պիտի հասկանան, դեմ այդ կանգնած է մեկը, որը չունի կանգ չունի, որը սահման չունի, իր լպրշությունն ու ցինիկությունը որովհետեւ չի սահմանափակվում ու ավարտում, ինքը մինչեւ վերջ է գալու։ Այստեղ բոլոր հայերին նրա երազանքը ոչնչացնել է, ոնց որ հիմա բանում է, Արցախում է, չկա հայ, գերեզմաններն են փորում, ավերում, հուշարձաններն ամեն ինչ ավերում են։ Հայաստանում էլ չի լինելու սելեն այդ, ընկնելու են աշխարհում ուրիշ տեղեր հայերը ման կան սպանեն։ Չեղավ այդ գերեզմաններից են հանելու հայի ոսկորները լլկեն։ Սա չգիտեմ հիվանդություն է թե ինչ է իրես մեջ դարի։ Մենք այսօր տեսնում ենք, ինչ տեսնում եք Արցախում, իմացեք, որ ասենք ոչ թե իմացեք, այլ տեսեք։ Արցախում հայ չմնացեք, ընկել քանդում է մշակութային արժեքները, գերեզմանները, չգիտեմ ինչեր ամեն ինչ ոչնչացնում է։ Բայց այս դեպքում ինչպես պետք է կանխել կամ ինչ անել, որ նրանց այդ ծրագրերը չիրագործվեն։ Մի բան ուժեղ եղիր։ Ուրիշ բան չկա։ Դե ասում է ուժեղանում ենք, այդքան արտաքին պարտքը աճել է, որովհետև այդքան զենք ենք գնել։ Ես ուզում եմ հարցնել, Նիկոլ Փաշինյան, քեզ զենքի վարկ են տվել։ Կարող ես միտեղ ցույց տալ, որ քեզ զենք գնելու վարկ են տվել։ Այդ վարկը տալիս են եւ ասում են, որտեղ պիտի օգտագործես, ինչու ես օգտագործում։ Հիմա էլ լավ, էլի այսպես անգրագետ մասային խափեն թե զենք եմ առել։ Դու այդ վարկով չէիր կարող զենք առնել։ Տղա ջան։ Ինչու չէր կարող։ Զենքի վարկ չի վերցրել։ Ոնց որ Զելենսկուն են ասում, դու այս սահմանից են կողմ չպիտի կրակես, զենքը տալիս են քեզ։ Նույնը սրան։ Դե ասում է խմբեր կազմենք, գնանք, ես ցույց տամ։ Որտեղ ով է ինչ հասկանում լավ։ Պիտակները վրեն ցույց տամ թե ինչքան զենք է։ Փողերը, բանը, փողոցից մի քանի հոգի հավաքեք տանեք, ինչ ցույց տան, ինչ որտեղ ինչ են առել։ Ախր զենք գնելու վարկը եւ չի հասկանում այդ մի քանի վիլիսներ առան Ֆրանսիայից, տեսար ինչ աղմուկ բարձրացել։ Դու մի հատ զենք առնես Ադրբեջանը, ես ինչ աղմուկ է բարձրացնելու։ Մեկ երկրորդ ախր օդի մեջ ասելով չի։ Զենքի համար գումար է հատկացվում, զենքի համար հատուկ բանկ այդ վարկերը, որ վերցնում ես այդ գումարները, դու դրանք զենքի համատակ չեն տալիս քեզ։ Դու չես կարող այդ փողով զենք առնել։ Չեն թողի ուղղակի։ Դու որոշակի պարտավորություն եւ այլն ունես, ինչի վրա ես դնում, ինչ ես ներդնում։ Աներ կան, նրբություններ կան, որոնք մասնագետներն ավելի լավ կբացատրեն։ Ինքն հա, մի բան ասեմ, սենց բան էլի, մի բան ասեմ։ Այսօր ասում եմ, բանը ինչ Արծվաշենն ենք հետ բերելու, բայց իրականում Տիգրանաշենն ենք հանձնելու։ Սա է։ Իդեպ այդ անկլավների հետ կապված ինչ համաձայնության կարող են կան, ինչ եք կարծում։ Փաշինյանն ասում էր Սահմանազատման հանձնաժողով կա, այնտեղ այդ հարցերը կքննարկվեն, բայց ինչու է այս դեպքում Ադրբեջանը շտապում եւ խոսում հենց այդ անկլավների մասին եւ բացարձակ ոչ մի խոսք չկա Արցախաշենի մասին։ Ուրեմն, այսինքն նրանք փոխանակման մասին չեն խոսում, միայն իրենց տալու մասին են խոսում։ Ադրբեջանցին երբեք 1 միլիմետր ետ չգնա։ Որտեղ եկե կանգնել է, այնտեղից ինքը ետ չգնա։ Միայն ուժի ստիպմամբ կարող է ետ գնալ։ Թուրքը հող չի տալիս, հիշեք։ Այսինքն Արցվաշյանը չեն տա, բայց Արցվաշյանը երբեք չեն տա։ Անկլավները։ Փոխարեն անկլավները։ Ինչու են շտապում, որովհետև իրանք չգիտեն մի 7 ամիս հետո Նիկոլը վերարտադրվել է թե չէ։ Իսկ ինչքան հնարավոր է փոքր։ Իսկ այսօր Բայց Սահմանազատման հանձնաժողով կա, չէ՞, թե Փաշինյանը չէր վերարտադրվում, այդ հանձնաժողովը գործելու է։ Ինչ հանձնաժողով։ Հողեր հանձնելու հա, սա հանձնաժողով փոխվել է, բայց Մհեր Գրիգորյանը չի լինելու։ Լինել է մի մարդ, որ ասելու է գնացեք այստեղից մեր հողերը։ Մենք տվել ենք այստեղ 4 գյուղ։ Այդ նույն տարածքում կողքի գյուղում Բերքաբերում տարածքներ ունենք, սա վերադարձեք եւ այլն։ Միակողմանի չի զիջելու այդ բանը։ Հանձնաժողովը։ Ասել է դուք պարտավորված եք բանում որտեղ մենք հանձնել ենք Տաուշում, մենք տվել ենք, դուք էլ տվեք։ Հասել ենք, որ ձեր տալուն կանգնել ենք։ Հիմա ուրիշ տեղից տվեք, ուրիշ տեղից։ Սա է։ Հանձնաժողով կա, շատ բան կա, վարչապետ էլ պիտի լինի, նոր վարչապետ, ասենք, բայ իհարկե դրա համար ենք պայքարում, մարդիկ, որ նորմալ իշխանություն լինի, կուլ չգնա եւ այլն։ Այս նրանց է ադրբեջանցին եւ նրանք հայտարարություններ անում են, տես այդ 19 թվին սա ասաց էր Նիկոլ Փաշինյանը։ Տես մենք շատ բան գիտենք,
Եթե մեր ասած չանես, էլի բաներ կասենք, լավ չի լինի քեզ համար։ Հիմա իրանք չգիտեն ինչ է լինել, հնարավորինս ինչ կա տանեն։ Պետք է պարտադրելով, ստիպելով, փափուկ ուժով, Թրամփի մոտ ձեռք սեղմելով, պետք է պատերազմով կլինի եւ այլն։ Ոչինչ երաշխավորված չէ, ոչինչ չես կարող դու երաշխիք տալ որևէ բանի։ Սա որովհետև ասում եմ, քո արչև կանգնած է ինչ ասեմ, մի ցեղակույտ, որի ընդամենը 1936 թվականի Ստալինի հրահանգով ծննդյան վկայականների ազգություն է գրվել եւ այլն, որը հրաշավոր կերպով բոլոր միջոցներն օգտագործում է քեզ առնակամել ու կուլ տալ։ Վիրավոր բռնացրել է, ինքը պիտի ոչնչացնի քեզ։ Իրենք չեն բանանում թույլ տալու, որ վիրավոր մնացիր ապակինվես, հետո մեզ այդպես է իրենց մտածողությունը։ Այսինքն իրենք խոսում են խաղաղության մասին, բայց այդ խաղաղության մեջ այլ բան են պատկերացնում, զիջումներ, այլ քառակուսի կիլոմետրով Հայաստան։ Դե հիմա որովհետև այնտեղից մենք չենք կարող հաղթել, որ իրենք խոսում են այդ խաղաղության մասին։ Եթե մենք ասում ենք այս սա է խաղաղություն։ Հիմա պատճառը բերում է սահմանադրությունը, դա փոխեք, որ ընկենք պայմանագիրը, սահմանադրությունը փոխվի, միգուցե այլ պահանջներ կայացնեն, բայց ամեն դեպքում իրենք էլ են խոսում այդ խաղաղության մասին։ Չէ, վերջում գալու է ասեն հուսիկի մազերը սպիտակ էլ, այ դա պատճառ է, որ մենք չանենք։ Հիմա այնպես արեք, որ հուսիկի մազերը ոչ թե ներկեք, այլ բնականից նորից սև գա։ Այսինքն ամեն պատճառաբանություն բռնելու են, հա։ Նորից եմ կրկնում, քո առջև ով է կանգնած։ Հիմա խոսում են, ասում են, վայ, չգիտեմ, կռում ես, ես անում են, ես տեսնում եմ իրականությունը, իրողությունը։ Սա ոչ խաղաղություն է, ոչ էլ մոտ է խաղաղությանը։ Ամեն օր հայտարարություններ, ամեն օր քայլեր եւ այլն, ու երբեք չի կարող լինել։ Թուրքիայի հետ խաղաղություն կարող է ինչպես Արցախում է խաղաղություն հայի հետ։ Արցախում հայերի հետ այդ տարածքում խաղաղություն է, որտեղ այնտեղ հայ չկա։ Հայաստանում էլ խաղաղություն այն ժամանակ կանի Ադրբեջանը, երբ հայ չլինի։ Սա է ամբողջ խնդիրը։ Հիմա պետք է կարողանալ հասնել այն կետին, որ չհասնենք այդ վերջին ցեղասպանության վերջին արարին։ Ի վերջո մենք Սուլթան Համիդից եւ այլնից սկսած ցեղասպանության մեջ ենք մինչ օրս։ Վերջի արարը Արցախն էր, Արցախում կատարված ցեղասպանությունը։ Հիմա նույնը ասում է Սյունիքում, Գեղարքունիքում եւ այլնում պետք է անեմ։ Խոսենք ձեր նոր գրքից, որը շուտով լույս է տեսնելու, երբ արևեին արքաները։ Ինչի մասին է գիրքը եւ ինչ կարեւոր մեսիջ եք ուզեցել հաղորդել։ Ուրեմն ես անդրադարձել եմ էպոսի Անդրանիկ ճյուղին, Սանասարին եւ Բաղդասարին, մեր էպոսի սկիզբն է։ Պատերազմից հետո անմիջապես 2020 թվականի ես զգացի, որ մեր պետություն պետականությունը խարխլված է, կորստյան վտանգի առաջ է կանգնած։ Որ մենք չունենք ուժեղ պետություն եւ պետականություն, եթե ունենայինք նախ չէին համարձակվի պատերազմել մեզ հետ, երկրորդը չէինք պարտվի։ Ուրեմն նպատակը գաղափարը հմուտ առաջնորդ, ուժեղ պետություն ունենալն է եւ արժանապատիվ խաղաղություն կերտելն է։ Ինչպես հենց մեր էպոսի առաջին ճյուղում այդ ամբողջը մեզ հաղորդում է այդ զգացողությունները։ Սա է ամբողջ բանը ստեղծել հմուտ առաջնորդ ունենալ եւ ուժեղ պետություն պետականություն։ Եթե փոքր Մեհրի կերպարներ 90-ականներին եկավ գրականություն, ես հիմա այդ ժամանակի բերումը Սանասարի եւ Բաղդասարի կերպարն եմ առաջ բերում, որպես պետություն ստեղծող պետականամետ արքաները, երբ արև էին արքաները, այն արևի պես արքաներ էին ուժեղ առաջնորդներ էին եւ կարողացան Սասունը ներկայացնել են պետության կառուցում։ Ես օգտվել եմ ժամանակի հարակից բանոսական նյութից, օգտվել եմ նաև մասնագետների հետ զրույցներից եւ այլն, ասենք այնպես պետությունը կառուցելով Սասունը մանրամասներով, որպես պետության կառույց ճարտարապետների հետ եմ զրուցել, ինչ շինանյութեր են օգտագործվել, ինչ եւ այլ եւ այլ։ Այսինքն ուժեղ առաջնորդի կարեւորությունն է շեշտադրել։ Այո, այնտեղ կա
Ես միայն աղբյուր ինձ համար էպոսը ծառայել, սյուժետային զարգացումն եմ վերցրել, ինչպես Դեմիրճյանի համար Եղիշեն Վարդանանք գրելու համար աղբյուր է ծառայել, այնտեղ ծերունուն, որ բերում է անուն դնելու խորհուրդները, ծերունին հարցնում է Սանասարը, ինչպես պահենք մեր քաղաքը, ինչպես կառավարենք ժողովրդին, ինչպես վարվենք թշնամու հետ, ինչպես պահպանենք մեզ, չկան էպոսում այդ ամենը, կամ այնտեղ Աստվածամորը ուղղված աղոթքն է, որ ծովի հատակից ուժեր տալիս զորություն հանում է Խորկիկ Ջալալին թուրքեծակին Աստվածամորը Սանասարի աղոթքն շատ կարևոր ինքը որպես պետության ղեկավարի աղոթք է։ Ասում է իմ տունը պահպանեմ, որ միշտ իմ տան պատը սահմանից իմ երկրի սկսվում եւ երբեք չմոռանամ, որ իմ ուժն ու հենարան իմ ժողովուրդն է, իմ մեծ ընտանիքն է։ Եվ այլն, ու ինքը շատ կարևոր է այդ պետականաշեն պետականաստեղծ շեշտադրումներով գրականությունը, որ մենք գրեթե ճակատագրի բերումով նաև պատմական չենք կարողացել հնարավորություն չեղել, այսինքն այդպիսի գրականություն ստեղծելու անցած ջարդերին, բաներին անդրադարձել ստիպված ցեղասպանության թեմային եւ այլն։ Սա է, որ ես փորձել եմ այդ տալ եւ ժողովրդական խոսքի կոլորիտն եմ փայլ եւ գրական այն տարբերակն եմ ես ընտրել, որ ուժ ստացան նախսասունը կառուցեցին որպես պետություն, հետո խալիֆային հաղթեցին։ Սա է շատ կարևոր, որ գնում խաղաղության դաշինք են կնքում եւ այլն ծովինարին սիմվոլիկ է այնտեղ ծովինարին վերադարձնում են եւ այլն եւ վերջաբանն է թողել, որ Գագիկ Արքան ասում է մնացեք, ասում է չէ գնում ենք Սասուն, մնում են եւ ձմեռային պալատը կլինի Սասունը, ամառայինը քո դղյակը, որովհետեւ այդ ժամանակահատվածում ժողովուրդը կիսված էր, պառակտված էր, միշտ ինչպես հիմա։ Դա էլ կարևոր։ Խոսքով այդպես ամբողջը չեմ կարող երկար կտևի մանրամասներով։ Ուղղակի ինքը այսօր մեզ այս ծնկած վիճակից ոգի տվող արժանապատվություն ներշնչող նոր հաղթել են չարին, հալածել են երկրից Գագիկ Արքային ասում են կոթողները ու գալիս են խաղաղություն են բերում եւ այդ արժանապատիվ հողին կանգնած խաղաղությունն է, որ մեր այսօր մեզ շատ կարծում եմ անհրաժեշտ է, ոչևորող է ժամանակի անհրաժեշտության մեջ եմ դիտարկել իրողությունները էպոսը եւ ժամանակի ոնց է պահանջով թելադրանքով եմ գրել, եթե այդ պատերազմը այս ամենը չլիներ, ես երբեք չէի անդրադառնա էպոսի այդ ճյուղին եւ մի տողել ասեմ, մեր ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանն է նկարազարդել, նաեւ ունեցած նկարներից են օգտվել եւ շապիկն շատ գեղեցիկ եղել եւ նկարներն են գրքում այդպես պատաններին ուղղված գրականությունը, որտեղ իմ նպատակն է դպրոցական տարիքից պետության, պետականության զգացողություն ներարկել պատանու մեջ, եթե այդ զգացողության ինքը մեծացա, որ վաղը դարձավ իշխանավոր, կարող է պետությունը պահել ոչ թե զոհաբերել կամ նվիրել պետության այդ բանը ջիղը, որ մեր շատ թույլ է արտահայտված, սա է նաև ինձ ստիպել գրել եւ պետք է այդպես անել, պետք է հասարակությանը պատրաստել այդ էպոսում էլ է ասում իմաստուն չի ոչ մի ժողովուրդ, թե անղեկ անիմաստված դեռ ամեն ինչ կոչացնի։ Ժամանակին Տիգրան Մեծներ ժողովուրդը Հայաստան դարձավ պետություն։ Սա է, մենք ամեն ինչ գցում ենք ժողովրդի վրա եւ այլն, բայց ուժեղ առաջնորդ է պետք։ Ուժեղ առաջնորդ ծնվում է գաղափարից, ծնվում է ժամանակից, ծնվում է ժողովրդից, սա ներդաշնակայքում են, այս ամենն է պետք բարձրացնել, որ այսօր մեզ շատ անհրաժեշտ է եւ որի պակասը հենց այսօր կարիքը ունենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես շնորհակալ։ Զրուցակիցս բանաստեղծ Հուսիկ Արաներ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։